կրկնվեցին դաշինքի ընտրությունների մասնակցության ձևաչափը, հակիրճ խոսեցինք նաև մեր դաշինքի տնտեսական, սոցիալ-տնտեսական ծրագրի մասին հիմնական նորությունները տվեցինք։ Այսօր մի քիչ ավելի մանրամասն խոսենք, ինչ ենք մենք առաջարկում, ինչ ենք անելու, որպեսզի տնտեսությունը հանենք այս լճացված իրավիճակից։ Շատ լավ հասկանում եմ, որ նախընտրական շրջան է, տարբեր քաղաքական ուժեր զոր են տալու երևակայությանը, խոստումների արկղ են բացվելու, սա կանենք, նա կանենք, սա կհասցնենք, լավ կլինի, բայց երբ մարդ հիմնարկություն մեկին աշխատանքի է ընդունում, հարցնում է, իսկ ինչ ես արել, ինչ հաջողություն ես արձանագրել։ Հասարակաբար մեկին աղջիկ ես տալի, չես ասում, չէ, տղա ջան, ինչ ես անելու, ասում ես, ինչ ես արել։ Հիմա երկիրը ինչ-որ իշխանության ենք տալ, որպեսզի կառավարի, բայց մի հատ չհարցնենք, ով ինչ է արել, ինչ հաջողություն է արձանագրել, որ հիմա մեծ խոստումներ է տալիս։ Եվ դրա համար մեր ներկայացումը կսկսենք հակիրճ անդրադառնալով, թե ինչ իրավիճակ էր Հայաստանի Հանրապետությունում հեռավոր արդեն 98 թվականին, երբ ձևավորվեց մեր իշխանությունը։ Հիշում եք, հետպատերազմյան տնտեսություն, հիմնականում քայքայված, արդյունաբերական ձեռնարկություններ չկային, սեղանիկները կհիշեք, թուրքական էժան շոկոլադ, իրանական վաֆլի, թուրքական բոյզ սվիտերներ, արտադրական ձեռնարկություններ չկային, ներդրողներ չկային, արտասահմանյան ներդրողների մասին ոչ ոք չէր լսել, ոչ ոք չէր տեսել, բայց արդեն շատ շուտ մի քանի տարվա ընթացքում Հայաստանը տնտեսական, արդյունաբերական եւ ենթակառուցվածքային փոփոխությունների արդյունքում արագորեն սկսեց աճել։ Այնքան արագ, որ Համաշխարհային բանկը Հայաստանը կոչեց Կովկասի վագր։ 2001-ից 2008 թվականներին մեր տնտեսական աճը միջինում 12%-ին մոտ է։ Բացվեցին խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ։ Օրինակ, կանազը վերագործարկվեց։ Կառուցվեցին ճանապարհներ, որոնք ռազմավարական նշանակություն ունեին Հայաստանի համար։ Միայն Մեղրիից կառուցված երկրորդ ճանապարհը Շվանիձորով անցնող։ Հիմա ասում են Մեղրին ուզում էին տալ։ Որ ուզում էին տալ այդ ճանապարհը ինչի կառուցվեց։ Սելիմի ճանապարհը, Լեռնանցքը։ Եվ դա բերեց նրան, որ մենք ունեցանք մեծ ներդրումներ, երկնիշ աճ եւ երկար արտագաղթից հետո առաջի անգամ մենք ունեցանք դրական միգրացիա։ 90-ականների սկզբին Հայաստանից հեռացած բազում մեր հայրենակիցներ վերադարձան Հայաստան, որովհետև կար գործ եւ կենսամակարդակը աճում էր։ Մի անգամ մենք տնտեսությունը հանել ենք ճգնաժամից։ Այսօր էլի տնտեսությունը ճգնաժամի մեջ է։ Ինչ է Հայաստանը արտահանում։ Որն է Հայաստանի ամենատնտեսական ճյուղը, այսպես կոչված։ Էլի մանրածախ առևտուր, մեքենաների եւ մոտոցիկլետների վերանորոգում։ Արտահանման մեջ պարզում է Հայաստանը արտահանում է ոսկի, մի քիչ էլ ադամանդ, հիմնականում հանքարդյունաբերություն, կոնյակ, ծխախոտ։ Ուր է մեր արդյունաբերական պոտենցիալը, ուր է գովերքած այս իշխանությունների կողմից բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը։ Իսկ այն տնտեսական աճը, որը ցույց են տալիս, պարտքի հետևանք է։ Պարտքը կրկնապատկել են համարյա, այսքան 8 տարվա ընթացքում հասցել են 15 միլիարդի, ինչի վրա է ծախսել։ Այդ պարտքի բեռը մենք ենք տանում, մեր սերունդները, երեխաները, որոնք նոր են ծնվել, միջինով ամեն մեկից վրա $5,000 պարտք կա։
ասում են ճանապարհ են կառուցել, տեսնում ենք ճանապարհը։ Մի հատ նորմալ ձմեռ ու փոսեր։ Ինչ պիտի արվի, որպեսզի մենք հասնենք Հայաստանի տնտեսական զարգացմանը, կարողանանք տնտեսական աճ ապահովենք։ Արդեն հունիսի 8-ից մեր դաշինքի քաղաքականությունը միտված է լինելու արդյունաբերության վերածննդին, բարձր տեխնոլոգիական տնտեսության ստեղծմանը։ Մենք ունենալու ենք մրցունակ Հայաստան հիմնված մեր մրցակցային առավելությունների վրա, մեր բնակչության տաղանդի վրա, ունակությունների և կարողությունների վրա։ Ստեղծելու ենք արտադրված է Հայաստանում քաղաքականությունը, ամեն բան, որ արտադրվելու է Հայաստանում, պետք է ասոցացվի բարձր որակի և տեխնոլոգիական առաջընթացի հետ։ Արդյունաբերությունը կազմելու է համախառն ներքին արդյունքի 25%-ը, համարյա կրկնապատկվելու է։ Ինչպես դա կարող ենք անել։ Առաջի հերթին իհարկե հարկային արտոնությունների միջոցով, դրանից բացի թիրախային աջակցության ծրագրերով, նաև փոխելով մեր ժողովրդի գնումների վարքագիծը, խրախուսելու, որ մեր հայրենակիցները գնեն հայկականը, մեր տեղականը, աջակցելով տեղական արտադրողին, ստեղծելով աշխատատեղեր մեր հայրենակիցների համար։ Ասում են բարձր տեխնոլոգիաներ։ Առաջինը բարձր տեխնոլոգիաները կարևորվեցին և տեխնոլոգիական խթանման քաղաքականությունից սկսեց իրականացվել 2000 թվականներից։ Այն բարձր անունները, որը մենք լսում ենք, Microsoft-ի ինովացիոն հիմնադրամ, Synopsys և այլն եկել են Հայաստան 2000 թվականներին։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մենք կարող ենք ապահովել բարձր տեխնոլոգիական առաջընթաց և բարձր տեխնոլոգիաները կազմելու են 10% արդյունաբերություն։ Սա իրական է, միասին մենք այդ ամեն ինչը կարող ենք անել։ Մյուս խնդիրը, ինչպես պետք է պետությունը վերաբերվի իր ձեռնարկատիրոջ, իր արտադրողներին, իր բիզնեսմեններին, գործարկվելու է ներմուծման, փոխարինման քաղաքականություն։ Ասեք, այդ ոնց ենք ներմուծումները փոխարինելու։ 21 թվականին, երբ թուրքական ապրանքների վրա արգելք հայտարարվեց, հայկական արդյունաբերությունը, հայկական արտադրողները սկսեցին զարգանալ։ Դա հնարավոր է։ Դրա համար շահույթահարկի և ավելացված արժեքի չեղարկում ներմուծումների փոխարինման համար մեր մրցունակությունը ապահովող ռազմավարական ճյուղերում և բարձր սոցիալական ազդեցություն ունեցող ճյուղերում, մասնավորապես գյուղատնտեսություն, գյուղական ապրանքների վերամշակում, տեքստիլ արդյունաբերություն և այլն։ Պատկերացնում եք, չէ, եթե հանկարծ թուրքական գյուղատնտեսական ապրանքները կամ տեքստիլը հանկարծ գա Հայաստան, ինչ կլինի մեր արտադրողների վիճակը։ Չի կարող պետությունը ձեռքերը լվանալ, ասել շուկայի անտեսանելի ձեռքը կկարգավորի այս ամեն ինչը։ Աջակցություն տեղական արտադրողին։ Մյուս խնդիրը փոքր և միջին ձեռնարկությունները։ Փոքր ձեռնարկությունները միգուցե շատ մեծ եկամուտ չեն ապահովում, բայց մարդկանց ազատություն են տալիս, տնտեսական ազատություն, քաղաքական ազատություն, կապում են երկրի հետ, որովհետև իր սեփական արտադրամիջոցն է այդտեղ դրած։ Էական գործուն քայլեր պետք է ձեռնարկվեն խրախուսելու փոքր և միջին, բայց հատկապես փոքր և
գեր փոքր ձեռնարկություններին։ Մենք ներմուծելու ենք փոքր ձեռնարկություններին հարկային հետ վերադարձի քաղաքականություն։ Հարկերը, որոնք վճարվելու են, հետ են վերադարձվելու փոքր ձեռնարկատերերին։ Միջին ձեռնարկությունների հետ ընտրողաբար ելնելով տարածքներից և տնտեսության ոլորտներից, բայց միայն հարկային վերադարձով չենք սահմանափակվելու, նաև խոշոր թիրախային աջակցություն, օգնություն այդ մարդկանց, ֆինանսական օգնություն, արտահանման մեծ աջակցություն, վերջը հայկական ապրանքների արտահանման աշխարհագրությունը պետք է ընդլայնվի, խորհրդատվական աջակցություն, այսօր մարդը ձեռնարկություն է բացում և ընկնում է խնդիրների մեջ, մեկը չլինի, որ գնա կարողանա խորհուրդ հարցնել։ Խոսեցի ֆինանսավորման մասին։ Իշխանություններն ասում են ֆինանսական համակարգը կայացել է։ Մեր ֆինանսական համակարգը։ Նայենք վարկերի կազմությունը։ Մեծ մասը սպառողական վարկեր են։ Սպառողական վարկեր, որոնք շատ-շատերի համար, ավելի քան 350,000 մարդու համար, դարձել են լուրջ պրոբլեմ։ Այդքան մարդ ունենք, ովքեր չաշխատող սպառողական, անուսալի սպառողական վարկեր ունեն, այսինքն ԴՀԿ-ի պոտենցիալ զոհերն են։ Հիպոթեկային ֆինանսավորում։ Բանկերը ֆինանսավորում են սպառումը, սպառողական հասարակության ձևավորելուն են աջակցում։ Բանկերը կտրվել են տնտեսությունից, չեն հանդիսանում տնտեսական աճը ֆինանսավորող, ձեռնարկություններին օգնող կազմակերպություններ, այլ ոչ բանկային ֆինանսական կազմակերպություններ չկան, կապիտալի շուկան մեռած է։ Կենսաթոշակային ֆոնդերը իրական տնտեսության մեջ ներդրումներ չեն անում։ Մենք ստեղծելու ենք պայմաններ օգնելու ձեռնարկություններին, օգնելու ֆինանսական կազմակերպություններին վարկավորելու, ներդրումներ կատարելու իրական տնտեսության մեջ։ Գործարկվելու է բազմամակարդակ ներդրումային ֆոնդ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար, ոչ թե մի փոքր ճանապարհ ասֆալտապատելու համար, որ գնում են թանկ վարկեր են վերցնում։ Կան այդ ներքին ռեսուրսները և կարող ենք դա անել։ Մյուս խնդիրը սև ցուցակները։ Կիրականացնենք ցածր և միջին ռիսկայնության վարկունակության բնութագրիչների վերանայում։ Մարդը չի կարող մի քանի տարի առաջ մի քանի ուշացնել վարկը և հանկարծ հայտնվել սև ցուցակում և գնալ վաշխառուների մոտ թանկ փող խնդրելու համար։ Այս ամեն ինչը պետք է փոխվի։ Մյուս խնդիրը։ Հայաստանը գեղեցիկ երկիր է, հրաշք երկիր է։ Մինչև Ամասիայից հասնում ես Մեղրի, ռելիեֆն է փոխվում, բնությունն է փոխվում, մարդկանց կենցաղն է փոխվում, ավանդույթներն են փոխվում։ Այդ ամեն ինչը զբոսաշրջիկների համար իրական հետաքրքրություն է ներկայացնում։ Զբոսաշրջությունը խթանում է փոքր և միջին բիզնեսը, տեղական զարգացումն է ապահովում։ Թիրախը լինելու է 5 միլիոն զբոսաշրջիկ։ Երբ ես ասում եմ զբոսաշրջիկ, եսի նկատի ունեմ մարդիկ, ովքեր գալու են Հայաստան զբոսանքի, կյանքը վայելելու, այլ ոչ թե առաքիչ աշխատելու։ Իրական զբոսաշրջիկների մասին, և թող ինձ թվեր չներկայացնեն, ձեզ թող թվեր չներկայացնեն, թե հեսա տեսեք զբոսաշրջիկները, ուզում եք զբոսաշրջիկ տեսնեք, Յանդեքս զանգեք, կգաք կտեսնեք։ Մյուս խնդիրը, պետական պարտքը։ Դե լայնակիցներ, իհարկե մենք հասկանում ենք, որ չկան պետություններ, ովքեր վարկեր չեն վերցնում։ Բայց այդ վարկը պետք է նպաստի մեր տնտեսության,
պոտենցիալի զարգացման, մեծացման։ Այսօր ուզում ենք հասկանանք լավ այդ 8 միլիարդը ավելյալ, որ վերցրել է։ Ինչ է կա։ Առաջի հերթին վարկային աուդիտ ենք անել։ Ամեն ցենտը, որը որպես վարկ ներգրավվել է, գնահատելու են։ Ինչի վրա է դա ծախսել։ Դա ծախսվել է պետության զարգացման համար, թե այլ խնդիրների համար։ Վարկերը պետք է ներգրավվել, բայց խելամիտ, մտածված, այլ ոչ թե ասել, դե տեսեք, հարքնա հարաբերությունը։ Վարկերը տալիս ես, անկախ ամեն ինչից, իսկ հնան, գոնե մենք տեսնում ենք նվազման միտում ունի։ Գործազրկություն, միջին աշխատավարձեր, ասում են 350,000 դրամ, գործազրկություն։ Այդ 350,000 դրամ թիմը, որ հիշեցնում են, մեր ամեն 4 աշխատողից 3-ը չի ստանում։ Հարկերն էլ հանեք և կտեսնեք։ Այսինքն, իրական քաղաքականություն ենք իրականացնելու, ոչ թե թվեր նկարելու, այլ երկրի զարգացումն ապահովելու, ստեղծված արդյունքը արդար բաշխելու, աշխատատեղներ ստեղծելու, գործազրկությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ։ Իսկ ինչպես այդ հարցին կպատասխանի իմ ընկեր, բոլորից քաջ հայտնի Արծվիկ Մինասյանը։ Միասին այդ հարցին կպատասխանենք։